Հայաստանում մարդկանց 30%-ն ասել է, որ նորմալ կյանքի համար անհրաժեշտ է ամսական 400-ից 800 դոլար։ 20%-ն ասել է 800-ից 1200 դոլար, իսկ 28%-ը 1200 դոլարից էլ ավել գումար։ Մինչդեռ 400-ից 800 դոլար ամսական եկամուտ ունի մարդկանց միայն 3.2%-ը, իսկ 800 դոլարից ավել միայն 1%-ը։ Ավելին, մարդկանց 30%-ն ասել է, որ իր ամսական եկամուտը 0 դոլար է։ Դե քանի որ նորմալ կյանքի համար եկամուտը չի բավականացնում, մարդիկ ընկնում են պարտքերի մեջ։ Այսպես, Հայաստանում մարդկանց 51%-ը պարտք ունի, Վրաստանում ավելի քիչ 41, իսկ Ադրբեջանում էլ ավելի քիչ 34%-ը պարտք ունի։ Հայաստանում խնայողություն ունեցող երջանիկ է 100 մարդուց 10-ը միայն, դրա փոխարեն 100 մարդուց 50-ը պարտք ունի։ Մենք գումար պարտքաներից դիմում ենք ավելի շատ ընկերներին, քան բանկերին։ Մյուս կողմից Հայաստանում մարդիկ 3 անգամ ավելի շատ են վարկ վերցնում, քան մյուս ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների բնակիչները։ Իդեպ Հայաստանում 5 մարդուց մեկն ամեն ամիս պարտք է վերցնում ուտելիք գնելու համար։ Վերջ սակ մի 5000 դրամ փող գտած։